Ես դպրոց չեմ գնացել, իմ ծնողները ինձ տանը կրթում են, ես երջանիկ եմ։ Ես ավարտել եմ մեխանիկական ինժեներություն Շվեյցարիայում, բայց հաշվի առնելով աշխարհի ներկայիս ճգնաժամը, այժմ Բրազիլիայում բանանի գյուղատնտես եմ։ Ես երջանիկ մայր կին եմ, իսկ մի հատվածը ինձ վրա մեծ ազդեցություն է թողել։ Ինչ օգուտ ունի ամբողջ աշխարհը շահել կորցնել իր հոգին, կամ ինչ կտա մարդը իր հոգու համար, արդյոք դա արժե։ Իդեպ, ես ոչ մի եկեղեցու անդամ չեմ, ինձ հեռացրել են, քանի որ չափազանց անկախ եմ, փորձում եմ հետել Աստծուն առանց մարդկային կազմակերպություններից կախված լինելու։ Գիտես, այն Աստվածը, որին դու մերժեցիր, իրական Աստվածը չէ, այլ նրա վատ արված ծաղրանկարն է։ Սատանան, որը մի ժամանակ Աստծո հրեշտակն էր, բայց վտարվեց երկնքից իշխում է այս աշխարհում, նա է, որ Աստծուն ներկայացնում է որպես կամայական, դաժան, ասելով հնազանդվիր ինձ, թե չէ ես քեզ կրակի մեջ կայրեմ։ Բարու թշնամին է, որ նկարում է այս պատկերը, այն հաստատապես սխալ է, այս ստվերը կարգավորելու համար, աշխարհին իր մեծ սերը ցույց տալու համար, Աստված ուղարկեց իր որդուն, ցույց տալու աշխարհին, թե ինչպիսին է նա։ Քրիստոսը հավաստիացրեց, ով տեսնում է ինձ, տեսնում է Հորը, նկարագրելով իր երկրային առաքելությունը, Հիսուսը ասաց. «Տիրոջ հոգին ինձ վրա է, որովհետև նա օծեց ինձ ավետարանելու աղքատներին, ուղարկեց ինձ, բուժելու սրտով կոտրվածներին, ազատություն հայտարարելու գերիներին, տեսողություն տալու կույրերին, ազատելու ճնշվածներին»։ Սա էր նրա գործը։ Նա շրջում էր, բարին գործելով, բուժելով սատանայի կողմից ճնշվածներին։ Աստված այնքան սիրեց ընդ իր աշխարհը, որ պատրաստ էր բաժանվել իր միակ որդուց, վտանգավոր առաքելության համար 30 տարի ապրել ընդ իր երկրի վրա, Հիսուսի մեղքով նույնպես պղծվելու նրան հավիտյան կորցնելու վտանգով։ Այս ամենը որպեսզի, եթե պլանը հաջողվեր, մենք կարողանայինք ունենալ հավերժական կյանք։ Porque Deus amou o mundo de tal maneira que deu seu Filho unigênito, para que todo aquele que nele crê não pereça, mas tenha a vida eterna, mas tenha a vida eterna. Երբ ես 17 տարեկան էի, ես ինձ հարցրեցի, լավ, ես հավատում եմ, որ Աստված գոյություն ունի, որ նա սեր է, բայց աշխարհի շատ կրոններ հավատում են ինչ-որ տեսակի Աստծո։ Կարող եմ իսկապես վստահել, որ Աստվածաշունչը Աստծո խոսքն է։ Կարող եմ իմ կյանքը կառուցել այս հիմքի վրա, հարցնում եմ։ Այնուհետ ես հայտնաբերեցի որոշ ապացույցներ, որ Աստվածաշունչը Աստծո գիրքն է։ Տեսեք ինձ հետ կատարված մարգարեությունները։ Դանիել 2 իարծանը մարգարեացել է կայսրությունների հաջորդականությունը նկարագրել դրանք նախքան այդ կայսրությունների գոյությունը։ Նա կանխատեսեց, թե երբ կգա Մեսիան, դա ճշգրիտ կատարվեց Հիսուս Քրիստոսի հետ։ Կամ օրինակ մարգարե Եզեկիելը կանխատեսել էր, որ Տիր քաղաքի կործանումը այն կդառնա ծովի մեջ ցանցեր տարածելու վայր։ Պատմականորեն Տիրը պաշարվել է Նաբուկոդոնոսորի կողմից Բաբելոնից, ավելի ուշ մեծն Ալեքսանդրի կողմից, ով օգտագործել է մայրցամաքային քաղաքի ավերակները կղզի քաղաքի համար անցում կառուցելու համար, կատարելով Եզեկիելի մարգարեությունը, որ քաղաքը կկործանվի ինչպես քարի գագաթը։ Եվս մեկ մարգարեություն, որը կատարվեց, Բաբելոնի կործանումն էր։ Մարգարեներ Եսայան Երեմիան կանխատեսել էին, որ Բաբելոն քաղաքը կկործանվի, այլևս չի բնակեցվի, նրա հողը կդառնա ամայի։ Բաբելոնը, որը ժամանակին մեծ կայսրություն էր ընկավ պարսիկների ձեռքը մութը 539 թվականին։ Ի վերջո անկում ապրեց լքվեց, համընկնելով աստվածաշնչյան մարգարեությունների հետ։ Երուսաղեմի վերակառուցում։ Եսայան կանխատեսել էր, որ Կյուրոս անունով մի մարդ հրաման կտա վերակառուցելու Երուսաղեմը նրա տաճարը։
Այս մարգարեությունը կատարվեց, երբ Պարսկաստանի մեծ Կյուրոսը նվաճեց Բաբելոնը 538 թվականին հրամանագիր արձակեց, որը թույլ էր տալիս հրեաներին վերադառնալ Երուսաղեմ վերակառուցել տաճարը։ Երուսաղեմի երկրորդ տաճարի կործանումը։ Հիսուսը կանխատեսել էր Երուսաղեմի նրա տաճարի կործանումը, ասելով, որ քարը քարի վրա չի մնա։ Հիշում եք, դա կատարվեց 70 թվականին։ Հիշում եք։ Հռոմեացիները գեներալ Տիտոսի հրամանատարությամբ կործանեցին Երուսաղեմը երկրորդ տաճարը կատարելով Հիսուսի մարգարեությունը։ Հնագիտությունը նույնպես հաստատել է Աստվածաշնչի ճշմարտացիությունը։ Դուք լսել եք Մեռյալ ծովի ձեռագրերի, Քումրանի քարանձավների մասին։ Դրանք գրվել են Քրիստոսից առաջ, հաստատում են եբրայական Աստվածաշնչի ճշգրտությունն հետողականությունը հազարամյակների ընթացքում։ 2 տարի առաջվա Եսայի մագաղաթը գրեթե նույնն է, ինչ ունենք Աստվածաշնչում։ Շատ գիտնականներ հավատում էին, որ Դավիթը առասպելը երբեք գոյություն չի ունեցել, մինչ որ հայտնաբերվեց Թելդանի ստելան, որը թվագրվում է մինչև Աղես դարին հիշատակում է Դավթի տունը, Մովաբյան քարը, որը թվագրվում է մինչև 840 թվականին գտնվել է Հորթանանում։ Այս քարը պատմում է Մովաբի թագավորի հաղթանակների մասին իսրայելացիների նկատմամբ Աստվածաշնչում երկրորդ թագավորություններում գտնված։ Այս քարը հղում է անում իսրայելական Աստված Եհովային մթա 840։ Ես կարող եի ներկայացնել այլ օրինակներ, ինչպես Պիղատոսի քարը, Բաբելոնի ռացիոնների ցուցակները, որոնք նշում են Հրեաստանի թագավորի անունը, Դավթի բերդը Եզեկիելի թունելը։ Մեկ այլ բան, որը համոզեց ինձ, որ Աստվածաշունչը իսկապես հատուկ է, եզակի է, Աստծուց է, այն է, որ այն գրվել է ավելի քան 40 հեղինակների կողմից տեքստերի միջմիասնություն կա։ Հեղինակներ, ովքեր առանձին են ապրել, Աստվածաշնչի յուրաքանչյուր մաս միանում է մյուսին։ Հավանաբար դուք արդեն տեսել եք Աստվածաշնչում այդ խաչած հղումները։ Աստվածաշունչը մի ամբողջություն է, ամեն ինչ համընկնում է, հատկապես երբ ուսումնասիրում եք խոնարհությամբ աղոթքով։ Մեկ այլ բան, Աստվածաշնչի բարձրագույն ուսուցումը չար մարդիկ չէին կարող գրել Աստվածաշունչը, որովհետև այն դատապարտում է նրանց։ Նրա չափանիշը բարձր է, ազնիվ պահանջկոտ, մինույն ժամանակ նա չի թաքցնում իր հերոսների թերությունները։ Եթե Աստվածաշունչը լիներ հեքիաթ, հետորդներ ձեռք բերելու համար, այն կփառաբաներ իր կերպարներին, բայց այն բացահայտորեն ցույց է տալիս ամենահարգված հայրապետների, մարգարեների, թագավորների թերությունները։ Տես նա Աստվածաշնչի ազդեցությունը։ Եթե Աստվածաշունչը սովորական գիֆտ լիներ, չէր հասնի այն ազդեցությանը, որը ունեցել է դարերի ընթացքում։ Նա եղել է դեռս մնում է մեծապես բարերար, առողջարար փոխակերպող ազդեցություն։ Անկեղծ հրեաները բարեկեցիկ են, որովհետև հետում են Աստծո օրենքներին։ Արմուտքը այսօր զարգացած է, որովհետև նրա երկրները ընդունել են Աստվածաշնչյան արդարության աշխատասիրության սկզբունքները, հատկապես բողոքական երկրները։ Հիսուս Քրիստոսի վկայություն Աստվածաշնչի այն մասի մասին, որը հին կտակարանն էր։ Նա մեջբերում էր սուրբ գրքերը, նա ասաց սուրբ գիրքը չի կարող սխալվել։ Նույնիսկ ծննդոցը նա համարեց իրական պատմություն, որ Աստված ստեղծեց աշխարհը 6 օրում, ջրհեղեղը այդպես շարունակ։ Նա իր կյանքը կառուցել է հին կտակարանի ուսմունքների վրա Աստվածաշնչի համընդհանուրությունը։ Աշխարհի ամենաշատ տպագրված 3 գրքերը աճման կարգով հետյալն են։ Ալ-Քուրան 800 միլիոն օրինակով, Չինաստանի կարմիր գիրքը 1 միլիարդ։ Իսկ Աստվածաշունչը 5 միլիարդ օրինակ, դա մի ապացույց է, որ այս գիրքը չի կարող լինել պարզապես մարդկային հորինվածքների հավաքածու, այլ ունի ինչ-որ գերբնական բան։ Վերջապես փորձի վկայությունը։ Բազմաթիվ մարդիկ փորձել են վկայում են այն մասին, թե ինչպիսի փոխակերպող ուժ ունի Աստծո խոսքը կյանքի վրա։ Փորձեք տեսեք, որ Տերը բարի է, դուք կզգաք նրա անսահման բարությունը։ Գիտես, մենք այնքան երջանիկ ենք, քրիստոնյա լինելու առավելությունները գերազանցում են հնարավոր կորուստները։ Փորձեք նամի ճանապարհորդություն ստեղծողի հետ,
Նա ասում է. հավիտենական սիրով եմ քեզ հավիտենական սիրել, դրա համար քնքշությամբ եմ քեզ մոտեցրել։ Եկեք ինձ մոտ, բոլոր հոգնածներ, ծանրաբեռնվածներ, ես ձեզ կհանգստացնեմ։ Ամեն, եկեք հարգենք այս Աստծուն, կամավոր հնազանդվենք նրան, սրտանց ամբողջ հոգով ու մտքով, ի վերջո ավետարանը Աստծո զորությունն է փրկության համար բոլոր նրանց, ովքեր հավատում են նրա խոսքին։ Աստված ուզում է մեզ ինչից փրկել, մեր մեղքերից, բոլոր նրանց, ովքեր ընդունում են նրան, Քրիստոսը տալիս է ուժ դառնալու Աստծո զավակներ դադարելու մեղք գործել։ Այսօր հիմա, եթե դու հավատաս, բայց ինչ է մեղքը։ Մեղքը այն է, ինչ մեզ բաժանում է Աստծուց։ Տիրոջ խոսքը ասում է, որ մեղքը օրենքի խախտումն է։ Սա միակ սահմանումն է, որ Աստվածաշունչը մեզ ներկայացնում է։ Մեղքը օրենք խախտելու որոշում է Աստծո օրենքը կենտրոնացած է 10 պատվիրանների վրա։ Առաջինները ցույց են տալիս, թե ինչպես ենք արտահայտելու մեր սերը Աստծուն, իսկ երկրորդ տախտակը սերը դեպի մերձավորը։ Այնուհետ ելքի խտացած գրքերը ներկայացնում են լրացուցիչ հրահանգներ առօրյայի առողջության վերաբերյալ մանրամասնորեն։ Մեր բարօրության համար հաճելի է հետել մեր Աստծո կամքին, քանի որ նրա օրենքները արդար բարի են, հաճելի է բարի են։ Դա ինչպես եւ թեկության մեջ է։ Կանոնն այն է, որ միշտ պետք է մնալ ճանապարհի այս կողմում կանգ առնել կարմիր լույսի տակ, անվտանգ։ Սրանք նահանգապետի քմահաճիկները չեն, այլ կանոններ, որոնք ծառայում են մեր բարօրությանը, որպեսզի մենք չբախվենք մեքենան, չկորցնենք այն։ Նույն կերպ Տիրոջ պատվիրանները ողջամիտ են իմաստ ունեն։ Բայց մենք չենք կարող հնազանդվել մեր ուժերով։ Դա նույնն է, ինչ փորձել անցնել Ատլանտյան օվկիանոսը քյավառող նավակով։ Մենք պետք է թողնենք, որ եսը մեռնի, թույլ տանք, որ Քրիստոսը ապրի հնազանդվի իմ մեջ։ Հիմա այո, սա է Աստծուն թույլ տալ, որ փչի մեզ վրա շարժի մեր նավակը առաջ։ Վախեցեք Աստծուց տվեք նրան փառք, պաշտեք Տիրոջը, որովհետ եկել է նրա դատաստանի ժամը։ Հիսուսը գրեթե վերադառնում է։ Նրա գալուստը կլինի զորությամբ մեծ փառքով, ամեն աչք նրան կտեսնի։ Հիսուսն ասաց, ինչպես կայծակը դուրս է գալիս արելքից երում արմուտքում, այնպես էլ կլինի մարդու որդու գալուստը։ Մեր ճիշտ գործելու հնարավորությունը այս միակ կյանքն է, որ մենք ունենք, հետո գալիս է դատաստանը, մենք պատասխան ենք տալիս մեր արարքների համար։ Դու կանգներ կիրառող ոստիկանը, նա բարկացած չէ։ Իմ վրա, ինձ վրա իր զայրույթը չի թափում։ Ոչ, դա մեր բարօրության համար մեր բարօրության է։ Նույն կերպ Աստված սիրում է իր արարածներին շատ։ Երբ նա հեռացնի աշխարհի մեղքը, նա պետք է վերացնի նա բոլոր նրանց, ովքեր կավչում են մեղքից։ Հոգին, որը կմեղանչի, չի ցանկանում փրկիչ, այդ հոգին կմահանա։ Մեղքը օրենքի խախտումն է, Տիրոջ հրամաններից մեկի խախտումն է։ Հիսուսը չեկավ օրենքը փոխելու համար, նա այն կատարեց։ Հիսուսը խախտեց մարդկային հորինված կանոնները, բայց ոչ Աստծո խոսքը։ Նա ասաց, մինչ որ երկինքը երկիրը չանցնեն, օրենքից ոչ մի կան տիտղոս երբեք չի անցնի, միշտ երբեք։ Սողոմոնը գրել է վախեցիր Աստծուց, պահիր նրա պատվիրանները, որովհետ դա է յուրաքանչյուր մարդու պարտականությունը։ Որովհետ Աստված դատաստանի է բերելու ամեն գործ, նույնիսկ այն ամենը, ինչ թաքնված է, լինի դա լավ թե վատ։ Կամ պատերազմների լուրեր, կյանքը այնքան փխրուն է, երբ մենք թողնենք այս կյանքը, ինչպիսի հետ կթողնենք մեր հետում։ Մեռածները երկրորդ հնարավորություն չունեն։ Տիրոջ խոսքն ասում է, որ կենդանի մարդիկ գիտեն, որ մահանալու են, բայց մեռածները ոչինչ չեն գիտակցում, մեռածները ոչինչ չեն զգում։ Գերեզմանում, ուր գնում են, չկա ոչ մի գործ, ոչ մի նախագիծ, ոչ մի գիտելիք, ոչ էլ որևէ իմաստություն։ Հետաբար հիմա, երբ դեռ կենդանի ես, սիրիր հարգիր Աստծուն տուր նրան փառք, որովհետ դատաստանի ժամը արդեն սկսվել է։ Հետաբար սիրիր հարգիր նրան, որովհետ նա է մեր փրկիչը։
Եվ երկրպագիր նրան, ով ստեղծեց երկինքը, երկիրը, ծովը, ջրերի աղբյուրները։ Սա մեզ հիշեցնում է 4-րդ պատվիրանը։ Հիշիր շաբաթ օրը սրբացնելու համար։ 6 օր կաշխատես կկատարես քո բոլոր գործերը, բայց 7-րդ օրը Եհովայի, քո Աստծո սուրբ օրն է հիշիր, որ այս օրը սուրբ է կարօր է։ Դու չես անի որևէ աշխատանք դրա վրա, որովհետև 6 օրում Եհովան ստեղծեց երկինքը, երկիրը, ծովը, ամեն ինչ, ինչ կա դրանց մեջ, 7-րդ օրը հանգստացավ, ուստի Եհովան օրհնեց այն սուրբ դարձրեց, այսպիսով նա հանգստացավ 7-րդ օրը։ Գիտեք, որ Սապանան մի օր երկնքում լույսի հրեշտակ էր։ Բայց հպարտությունն ու նախանձը տիրեցին նրա սրտին, նա սկսեց ատել Աստծո օրենքը, զզվել նրա արդար պատվիրաններից, նա պնդում էր, որ հրեշտակները այդ օրենքին կարիք չունեն։ Երբ Ադամն ու Եվան մեղք գործեցին, աշխարհի տիրապետությունը փոխանցեցին Սատանային։ Սատանան ունի տիրապետությունը, պատասխանատու է թշվառության կործանման համար։ Աստված որոշ ժամանակ հանդուրժում է, որպեսզի տիեզերքին ցույց տա այն այլընտրանքային կառավարման արդյունքը, որը չի հարգում իր օրենքները։ Աստված սպասում է, մինչ որ չարը բացահայտվի իր իսկ գործերով։ Բայց վերադառնալով խոսելու այն ատելության մասին, որ Սատանան ունի Աստծո օրենքի նկատմամբ, նա ազդեց Հռոմի եպիսկոպոսի վրա, որպեսզի համարձակվի փոփոխել Աստծո սուրբ պատվիրանները։ Քրիստոնյաները մինչ 4-րդ դարը պահում էին շաբաթ օրը, 7-րդ օրը, ոչ թե կիրակի, նույն օրը, որը հրեաները պահում են մինչ օրս։ Հիսուսն ինքը ասաց. «Աղոթեք, որ հալածանքը չլինի շաբաթ օրը»։ Դա կլինի Հիսուսի հարությունից շատ հետո, միշտ միայն հետո։ Մտածել եք, եթե այն ընկերությունում, որտեղ դուք աշխատում եք, մի խումբ աշխատակիցներ ասեն, որ մենք ուզում ենք ամեն չորեքշաբթի ազատ լինել։ Սա չէ տնօրենների հեղինակության մարտահրավեր։ Այդպես էլ եղավ։ Հռոմի եպիսկոպոսը որոշեց, որ հանգստյան օրը պետք է փոխվի շաբաթից, որը շաբաթվա 7-րդ օրն է, կիրակի, որը շաբաթվա առաջին օրն է, որպես պատրվակ օգտագործեց այն փաստը, որ Հիսուսը հարություն է առել առաջին օրը, կամ ասացին, դա կարևոր չէ, թե երբ է։ Բացի այդ, Հռոմի քրիստոնյաների համար շաբաթ օրը հիշեցնում էր հրեաներին, որոնք ատելի էին։ Այսպիսով, որոշ ժամանակ շաբաթը կիրակին միաժամանակ պահվում էին որպես սրբազան օրեր։ Բայց տարիների ընթացքում շաբաթ օրը ավելի ու ավելի վատ էր ընկալվում, բատաբանվում, քանի որ այն սահմանափակումների օր էր, չի կարելի անել սա կամ այն, իսկ կիրակին ուրախության օր էր։ Այսպիսով, առաջին օրը սկսեց ժողովրդականություն։ Տեղի ունեցավ 4-րդ դարում։ Նա հանվել է երկրորդ պատվիրանը, որը ասում է, որ չպետք է կուռքեր պատրաստել։ Եվ որպեսզի 10 պատվիրանների թիվը Պապը 10-րդ պատվիրանը բաժանեց երկու մասի։ Բայց Տիրոջ օրենքը կատարյալ է Սաղմոս 19-ը, ցանկացած փոփոխություն վիրավորանք է երկնքին։ Բուն բնությունը զգում է օրենքի խախտման երկրի կործանողների ազդեցությունը։ Մարգարե Եսայան ասում է, որ երկիրը զգում է թառամում, աշխարհը թուլանում է թառամում, երկրի ամենաբարձր մարդիկ թուլանում են թառամում։ Իրականում երկիրը շատ աղտոտված է իր բնակիչների պատճառով, քանի որ նրանք հավանաբար խախտում են օրենքները, փոխում են կանոնադրությունները, նույնիսկ խախտում են հավիտենական ուխտը։ Դուք տեսնում եք կործանման կլիմայական փոփոխությունների, անեծքների պատճառը, չէ՞։ Իրականում դա Աստծո օրենքից հեռանալն է, որոնք հանգեցնում են այս բոլոր խնդիրներին, ազդում են մեր կյանքին, շրջակա միջավայրին։ 7-րդ օրը շաբաթը Տիրոջ օրն է, շաբաթվա լավագույն օրը, ընտանիքի օրը։ Նույնիսկ եթե կորցնենք աշխատանքը, դրանով ցույց կտանք, որ սիրում ենք Աստծուն ամբողջ սրտով։ Դուք պատրաստ կլինեք կորցնել ձեր աշխատանքը, փրկելու համար այն մարդու կյանքը, ում ամենաշատն եք սիրում այս երկրի վրա, ուրեմն սա ջերմաչափ է, եթե իսկապես սիրում ենք Աստծուն, indeed։ Մեր ստեղծողն ասում է այսպես. նույնիսկ եթե մի մայր մոռանա իր երեխային, ես դեռ չեմ մոռանա քեզ, որովհետև իմ սերը անսահման է։ Ինչպես մենք չենք սիրի այսպիսի Աստծուն, ով միշտ մեզ հետ է, միշտ մեզ պաշտպանում է, միշտ մեզ սիրում է։
Երբ դուք հանձնվեք այդ սիրուն, երբ ձեր եսը կոտրվի, պատասխան այդ սիրուն սկսեք կամավոր հնազանդություն ցուցաբերել, կարող եք մաքրվել ձեր մեղքերից, մկրտվել ընկղմամբ, ինչը խորհրդանշում է մահը աշխարհի համար հոր կողմից տրված կյանքի ընդունումը մյուս հավատքով, սիրով, որոնք Նա ստեղծեց այս ջրի աղբյուրը մաքրենք լվանանք բոլոր աղտոտություններից։ Մի որբ երեխա կեղտոտ վատ հոտով որդեգրվել է հարուստ մեծ սիրով հոգատարությամբ ընտանիքում։ Նա ստացավ պուրավետ օճառ, նոր սրբիչ, հաճելի լոգանք, մաքուր հագուստ։ Բայց ինչ կլինի, եթե երեխան հրաժարվի լողանալ կամ հագնել իր հին հագուստները։ Այսպիսով երկնքի արքայություն մուտք գործելու համար մենք պետք է ընդունենք որոշ պայմաններ։ Ով թաքցնում է իր մեղքերը երբեք չի հաջողի, բայց ով խոստովանում թողնում է դրանք, հավանաբար կգտնի մեծ ընդարձակ ողորմություն։ Եկեք այս էջում թողնենք այս հրաշալի զարմանալի էլեկտրոնային գիրքը, որը ցույց է տալիս քայլ առ քայլ դարձի գործընթացը, ինչպես ունենալ անձնական հարաբերություն երկնային հոր հետ։ Այսօր, եթե լսեք հոր ձայնը, հնարավոր է մի փոքր էլ մի կարծրացրեք ձեր սիրտը։ Հիշիր, ինչ օգուտ կա, եթե ամբողջ աշխարհը շահես, բայց կորցնես քո հոգիդ։